Օգոստոսի 10-ին և 11-ին Սիսիանը բազմամարդ էր հոբելյանական 5-րդ նավասարդ հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնի 100 տաղավարն ու մշակութային միջոցառումները քաղաք էին բերել շուրջ 10,000 այցելուի։ Հայաստանի և Իրանի միջև մշակութային, զբոսաշրջային ու գաստրոնոմիական գործակցությունն այս տարի առանձնահատուկ էր։ Ստորագրված հուշագրով Սիսիանն ու իրանական Լահիջանը դարձան քույր քաղաքներ, իսկ խաղաղության գավաթ միջազգային մրցույթը մեկ հարկի տակ համախմբեց Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած խոհարարների։ Ըստ էության նավասարդ փառատոնի և խաղաղության գավաթ միջազգային խոհարարական մրցույթի միջոցով ու լեզվով մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած երկու հինավուրց ժողովուրդ և երկիր աշխարհին խաղաղության ուղերձ հղեցին։ Փառատոնային միջոցառումներն այսքանով չեն ավարտվել։ Արդեն 2 օր է վերնիսաժում հայ վարպետների կողքին տաղավարներ են բացել նաև իրանցիները, ներկայացնելով Անուշեղենից մինչև ազգային տարրերով հագուստ ու աքսեսուարներ, սպասք, զարդեր, արվեստի տարբեր գործեր։ Շատ լավ հնարավորություն է հենց իրանցիներից այստեղ ձեռք բերել ապրանքները, հասկանալ դրանց նշանակությունը, որտեղ նրանք շատ լավ նաև ներկայացնում են եղածի եւ պատմությունը եւ նշանակությունը եւ թե ինչպես է պատրաստվում եւ թե որտեղից է, ինչ ծագում ունի, սովորական պարզապես չեն մտնում այսպես մի բան առնում ու գնում, էլի, բայց սա հենց նաև շփման ու պատկերացումների մասին է, այն մասին է, թե իրենք ինչ են ձեռք բերում եւ ինչ մշակութային արժեք են վայելելու։ Ցուցահանդես վաճառքը նաև իրանցի վարպետների համար հայկական շուկայում իրենց արտադրանքը ներկայացնելու, նոր կապեր հաստատելու լավ հնարավորություն է, նշում է իրանցի մշակութային գործիչ Ղոլամալի Քազեմին։ Այստեղ գալով մենք ավելի շատ ենք ճանաչում Հայաստանը, նրա մշակույթն ու մարդկանց, որքան հաճախ հանդիպենք, այնքան ավելի լավ կճանաչենք միմյանց։ Հուսով ենք մի օր հայերը եւս կգան Իրան, մասնակցելու մեր փառատոներին։ Մենք մեծ սիրով կընդունենք նրանց։ Նախորդ տարիների փորձից արդեն գիտեն, որ ապրանքներն են այստեղ ամենաշատը վաճառվում ու այս տարի եկել են նոր ու թարմացված տեսականիով, բայց ասում են վաճառքից առավել հաճելի է տեսնել, որ վերնիսաժում իրենց արդեն ճանաչում են ու սպասում։ Մեզ համար մեծ պատիվ է նավասարդը տոնելուց հետո այստեղ ներկայացնել մեր արտադրանքը։ Մարդիկ սիրում եւ գնում են իրանական ապրանքները եւ մեզ համար մեծ հաճույք է կրկին վերադառնալը։ Այս միջոցառումը նաեւ խորհրդանշում է հայ-իրանական ամուր բարեկամությունը։ Վաղը կվերադառնան Իրան նոր ծանոթություններով ու տպավորություններով եւ արդեն ավելի մեծ ոգևորությամբ կպատրաստվեն հաջորդ փառատոնին։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։